Հարայինի ուղիղ եթերում աշխատանքն է սկսում առաջին լրատվականը, բարև ձեզ։ Համայն հայությունն ու առաջադեմ մարդկությունն այսօր ոգեկոչում են հայոց մեծ եղեռնի զոհերին։ Այսօր բոլորի հայացքն ու քայլերը ուղղված են դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք հայոց մեծ վիշտը խորհրդանշող հուշարձան։ 101 տարի առաջ այսօրը ավելի քան 700 հայ ականավոր մտավորականների և գործիչների ձերբակալությամբ սկիզբ առավ մարդկության պատմության մեջ նախադեպը չունեցող մի ոճրագործություն, որն այն ժամանակ նույնիսկ անուն չուներ։ Հանճարեղ պոետներն ու գրողները, երաժիշտներն ու բժիշկները, խմբագիրներն ու գիտնականները խոշտանգվեցին ու սպանվեցին։ Սկսվեց հայկական բարձրավանդակի բնիկների համատարած տեղահանությունն ու բնաջնջումը։ Ոչնչացվեց 1,5 միլիոն հայ։ 100 հազարավորները ստիպված էին լքել հայրենիքը։ Մեր ժողովուրդը մահվան էր դատապարտվել միայն հայ լինելու համար, քանի որ մնալ հայ ու քրիստոնյա նշանակում էր շարունակել լինել Հայաստան երկրի բնիկ ժողովուրդը։ 1915 թվականը դարձավ սահմանաբաժան մեր ժողովրդի բոլոր հատվածների ճակատագրում։ Այն արմատապես փոխեց և խաթարեց մեր ժողովրդի բնականոն զարգացման ուղին։ Դրա ծանր հետևանքները մինչև այսօր իրենց զգացնել են տալիս թե հայաբնակ, թե սփյուռքի հայության կյանքում։ Այս օրերին Հայաստանում և բազմաթիվ երկրներում տեղի ունեցող սգո արարողությունները ևս մեկ հիշեցնում են մարդկությանը կատարված ոճրին արժանի գնահատականով ապաշխարանքի դուռը բերել եղեռնի հեղինակների քաղաքական ժառանգներին և բացառել հետագայում մարդկության դեմ ուղղված հանցագործությունները։ Ցեղասպանության սգո տարելիցը այսօր նշում են աշխարհի բոլոր երկրներում, որտեղ կա գեթ մեկ հայ, և նրանց բոլորի գլխավոր ուղերձն է։ Ուժեղ Հայաստանը Հայաստանի և Սփյուռքի միասնությունն է, հայերի ցեղասպանություն իրագործողների և ժխտողների պատասխանը և հայության հավերժության գրավականը։ Սահմանագծում իրավիճակի մասին գիշերը Ղարաբաղի-ադրբեջանական հակամարտությունների շփման գոտում 3 կեսօրից սկսած հակառակորդի հրետանային նախահարձակ ակտիվությունը շարունակվել է։ Շփման գծի հյուսիսարևելյան Մարտակերտի և հյուսիսային Թալիշի ուղղություններով ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից 60 և 82 մմ ականանետերից 122 մմ D30 հաուբից տիպի հրանոթներից և TR-107 տիպի համազարգային հրթիռային կայանքներից ինտենսիվ կրակ է վարել Պաշտպանության բանակի դիրքապահների ուղղությամբ։ Հատկանշական է, որ հակառակորդը իր նախահարձակ գործողությունների թիրախ էր ընտրել ոչ միայն մարտական դիրքերը, այլև մատաղից բնակավայրը։ D30 տիպի հրանոթից արձակված մեկ արկ ընկել է գյուղի տարածք։ Պաշտպանության բանակի առաջապատстоրաբաժանումները անցել են զինված դիմակայության պայմաններում իրավիճակի կայունացման ուղղված և հակառակորդ կողմի զսպման գործողությունների։ Հիշեցնեմ 3 ժամը 15-ի սահմաններում Թալիշի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող 22-ամյա Հայկ Վազգենի Մինասյանը։ Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական կողմի ձեռնարկած նախահարձակ գործողությունները մեկ անգամ ևս փաստում են, որ հակառակորդը շարունակում է բացահայտ կերպով խախտել ապրիլի 5-ից կողմերի միջև ձեռք բերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը և նպատակաուղղված սրել իրավիճակը առաջնային գծում։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ կայացել է ընդդեմ ցեղասպանության հանցագործության երկրորդ գլոբալ ֆորումը, որն անցկացվել է «Ցեղասպանություն վերապրած վկաները» խորագրի ներքո։ Ֆորումում Հանրապետության նախագահը հանդես է եկել ելույթով։ Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ առաջին համաժողովը լայն արձագանք գտավ ոչ միայն մասնագիտական շրջանակներում, այլև բազմահազար մարդկանց շրջանում, ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս։ Այն առիթ դարձավ, որ աշխարհը մեկ անգամ ևս խոսի մարդածին ծանրագույն չարիքի ցեղասպանության մասին։ Դրանով էր հիմնավորված Հայաստանի քաղաքական ղեկավարության որոշումը այս համաժողովը մշտական հարթակ դարձնել այն անհատների, ցեղասպանություն վերապրածների, նրանց սերունդների և իհարկե այն պետությունների ու միջազգային կառույցների համար, որոնք վճռական են և միակամ իրենց լուման բերելու համամարտկային այս պայքարին։ 2015 թվականը մի հանգրվան էր, երբ մենք վերաիմաստավորեցինք մեր ժողովրդի գոյության իրավունքի և պատմական արդարության վերականգնման ուղղված 100-ամյա պայքարը։ Եվ ցեղասպանության 100-րդ տարելիցը մենք խորհրդանշեցինք ոչ թե սգով, այլ աշխարհին ուղղված երախտագիտության
ու վերածննդի ուղերձներով եւ այն հաստատակամությամբ, որ Հայաստանի Հանրապետությունը 21-րդ դարում լինելու է այդ հանցագործության դեմ պայքարի առաջամարտիկներից մեկը։ Մեր պատկերացումն այսօր հստակ է. պետք է ցեղասպանության անթույլատրելիության մասին բացարձակ գիտակցություն արմատավորել նմանօրինակ աղետներից պաշտպանվելու համար։ Աշխարհի որևէ անկյունում իրականացված ցեղասպանությունը պետք է ընկալվի որպես ողջ միջազգային հանրության ձախողման հետևանք, իսկ դրանց կանխարգելումը որպես յուրաքանչյուրիս, այնպես էլ ողջ մարդկության պատասխանատվություն։ Ուստի շատ բնական է, որ ցեղասպանության ենթարկվածները, այն վերապրողներն ու նրանց սերունդները իրենց հայացքները շարունակելու են ուղղել միջազգային հանրությանը, արդարություն հայցելով։ Հարգելի գործընկերներ, ինչպես ցույց տվեցին վերջին տարիներին Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությունները, մեր օրերում ցեղասպանությունների կանխարգելման հարցը մնում է արդիական եւ հրատապ։ Վերջին շրջանում աշխարհը սարսափած հետևում է, թե ինչպես են Մերձավոր Արևելքում իսլամական պետության ահաբեկիչները տանջամահ անում, գլխատում ու անդամահատում անմեղ մարդկանց, այդ թվում կանանց, երեխաների ու ծերերի։ Աշխարհը որդովված է այդ բարբարոսություններից այն դեպքում, երբ դրա կատարողն ընդամենը մի ավազակախումբ է, որին դժվար է պատասխանատվության ենթարկել եւ որի դեմ կարելի է պայքարել միայն հրթիռներով։ Սակայն եթե ավազակախմբի կողմից իրականացված հանցանքների պարագայում նրանց դեմ պայքարում են հրթիռներով, ապա հարց է առաջանում, թե ինչ պատասխանատվություն են կրում միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող պետությունները համանման հանցագործություններ խրախուսելու եւ իրականացնելու համար։ Ինչ կասեք մի երկրի մասին, որը լինելով միջազգային իրավունքի լիարժեք սուբյեկտ, ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի եւ բազմաթիվ այլ կառույցների անդամ, մարդասիրական կոնվենցիաների ստորագրող կողմ, իր ձեռագրով ոչնչով չի զիջում իսլամական պետության ահաբեկիչներին։ Ընդամենը մի քանի շաբաթ առաջ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ նախաձեռնված լայնածավալ հարձակման օրերին ադրբեջանցի զինվորները չբավարարվեցին միայն կրակելով։ Նրանք անդամախեղեցին տարեց մարդկանց, հայ զինվորին, կտրեցին նրանց գլուխներն ու ականջները, սոցիալական ցանցերում հերոսության դրսևորում որպես այն ցուցադրելով։ Եվ այս ամենը Ադրբեջանի իշխանությունների բացահայտ խրախուսմամբ։ Տարօրինակ չէ արդյոք, որ բարբարոսական քաղաքականություն իրականացնող եւ քաղաքակրթական բոլոր նորմերը ոտնահարող նման երկիրն այս օրերին հյուրընկալում է քաղաքակրթությունների դաշինք խորագրով համաժողովը։ Միթե սա հանդուրժելի կեցվածք է։ Մենք պետք է հասնենք նրան, որ ատելության այս օրինակ սերմանումները տեղ չունենան մեր ժամանակներում, որ յուրաքանչյուր իշխանություն զերծ մնա նման վարքագծից, վախենալով, որ պատասխան է տալու։ Միջազգային հանրությունը մենք պետք է նույնքան արագ եւ վճռականորեն արմատախիլ անենք ցեղասպանածին այսօրինակ երևույթները, որտեղ էլ որ դրանք դրսևորվեն, ինչպես մի քանի օր առաջ դա արեց Շվեդիայի ղեկավարությունն ու հասարակությունը թուրք ազգայնական Բարբարոս Լեյլանիի կողմից հայերի հանդեպ հնչեցված ատելության քարոզչության կապակցությամբ։ Սա պահանջում է համախմբված աշխատանք, երբեմն աշխարհաքաղաքական շահերի ստորադասում
երևույթների հստակ ու հասցեական դատապարտում։ Այլապես, եթե նման արատավոր երևույթները արմատախիլ չանենք դեռ սաղմնային վիճակում, ստիպված ենք լինելու լծվել դրանց բազմաբնույթ ու անկախատեսելի հետևանքների վերացմանը, շարունակելու ենք առերեսվել ատելությունից սնվող տարատեսակ հանցագործությունների, որոնցից է ի դեպ մեր մայրցամաքում նոր թափ ու ծավալներ ստացած ահաբեկչությունը։ Ընդդեմ ցեղասպանության հանցագործության գլոբալ ֆորումը եզրափակիչ հայտարարություն է ընդունել, որոշում կայացնելով հաջորդ ֆորումը անցկացնել Հայաստանում 2018-ի ապրիլին։ Ըստ փաստաթղթի 2 տարի անց Երևանում կայանալի գլոբալ ֆորումի շեշտադրումը պիտի լինի կրթության դերի, մեխանիզմների, միջոցների և կարողությունների վրա, որպես սատելությունը, անհանդուրժողականությունը, այլատյացությունը վերացնելու մեր համատեղ պարտականության մաս։ Նախագահ Սարգսյանը գլոբալ ֆորումի նիստերի միջև նախատեսված ընդմիջման ժամանակ շփումներ է ունեցել համաժողովի պատվիրակների հետ, զրուցել տարբեր մասնակիցների հետ, ներկայացրել Հայաստանի տեսակետը առանձին հարցերի վերաբերյալ։ Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, մենք ոչ ոքի չենք ատում և մեր հարաբերությունները որևէ մեկի հետ թշնամանքի և ատելության վրա չենք կառուցում, նշել է Սերժ Սարգսյանը։ Նախագահը խոսել է նաև Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկայիս փուլի մասին։ Ոտնահարվել են զինադադարի և դրա ամրապնդման մասին համաձայնագրերը, արհամարվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների համատեղ 5 հայտարարությունները, կատարվել են ռազմական սահմռկեցուցիչ հանցագործություններ, ու մենք հիմա ասում ենք բոլորին՝ մատնացույց արեք ագրեսորին, մատնացույց արեք, որ դասեր քաղվեն և հնարավոր լինի առաջ շարժվել, ասել է Սերժ Սարգսյանը։ Վաղ առավոտից մեկնարկել է երթը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք, մարդիկ թարմ ծաղիկներ են տանում Օսմանյան Թուրքիայում 1915-ին 1,5 միլիոն սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, խոնարհվում անմեղ զոհերի հիշատակի առջև։ Ծիծեռնակաբերդի հուշամալինում են աշխատում մեր գործընկերները, այս պահին մենք ուղիղ կապ ունենք իմ գործընկեր Լիլիթ Դանիելյանի հետ։ Բարև ձեզ Լիլիթ, խոսքը ձերն է։ Բարև ձեզ Շահանե, մենք հիմա գտնվում ենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, պետք է նշեմ, որ այստեղ մարդկանց հոսքը չի դադարում։ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում կհնչի քիչ անց Գրեմմիի մրցանակակիր էստոնական ազգային արական երգչախմբի կատարումը, որը պետք է նշեմ, որ վերջին 5 տարիների ընթացքում թողարկել է 3 ալբոմ, որոնցից վերջինը, որը կոչվում է Դրախտում, արժանացել է լավագույն մրցանակի և ճանաչվել 2014 թվականի լավագույն դասական ալբոմը։ Այսօր աշխարհահռչակ երգչախումբը Հայաստանում է և Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական 16-րդ փառատոնի շրջանակում։ Այս պահին իմ զրուցակիցն է փառատոնի գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանը։ Ողջույն պարոն Ռոստոմյան, ուշագրավ է, որ հայերի հետ միասին այսօր նաև օտարերկրյա երաժիշտներն են փաստում աշխարհին հայոց ցեղասպանության մասին, իհարկե այս անգամ արդեն մշակութային դիվանագիտությամբ։ Խնդրում եմ ասեք, երգչախումբը ինչ անելիք ունի այս օրերին Երևանում և առհասարակ որն էր այս նախաձեռնության ձեր ուղերձը։ Առաջին հերթին մենք դատապարտում ենք մարդկության դեմ կատարված բոլոր ցեղասպանությունները։ Պիտի դատապարտվի, որ չլինեն նորերը, չկրկնվեն, դա շատ կարևոր է։ Եվ առավելևս հայոց ցեղասպանության 101-րդ տարին է, եւ մենք մենակ չենք, մեզ հետ են աշխարհի դասական երաժշտության մեգա աստղերը, իրենք մեզ հետ իրենց ձայնն են ուղարկում քաղաքակիրթ աշխարհին, որտեղ իրենց ձայնը լսելի է ամբողջ աշխարհին, իրենք ունեն միլիոնավոր լսարան, աուդիտորիա, եւ իրենց ձայնը հզոր է աշխարհի լսելու համար, որտեղ ցավոք սրտի այսօր աշխարհի ականջները, սիմվոլիկ ասենք, ականջները, սրտերը, աչքերը փակեն եւ պիտի բացել, որպեսզի չլինեն նոր ցեղասպանություններ, որտեղ մեր աչքի առաջ այսօր էլ ցեղասպանություններ տեղի ունենում եւ տեղահանվում են ժողովրդին Սիրիայում եւ տարբեր տեղերում եւ դատապարտել են, մենք միանում դատապարտում ենք։ Այդ առումով շատ հզոր միջոցառում էր անցյալ տարի 100-ամյակի ցեղասպանության տեղ ունեցած վերնագիրը կոչվում է «Քեզ հետ Հայաստան», որտեղ աշխարհի մեգաաստղերը դասական երաժշտության աշխարհի հզորագույն բեմերից 7 քաղաքներում, աշխարհի մայրաքաղաքներում իրենց ձայն ուղեցին եւ նաեւ ոչ միայն իրենց ելույթները, նաեւ դատապարտեցին, խոսեցին դրա մասին։ Դա եղավ Երուսաղեմում, Հռոմում, Լոնդոնում, Նյու Յորքում, Վիեննայում, աշխարհի հզորագույն կենտրոններում եւ ուրախալի է, որ արդեն երկրորդ տարին է
այստեղ մեր սրբավայր է, մեր հայրերի համար սրբավայր է, Ծիծեռնակաբերդի այս բարձունքներից արդեն երկրորդ անգամ անցյալ տարի աշխարհահռչակ երգչուհի Գուլեգինան էր մեր հրավերով կատարեց Սուրբը եւ այս տարի նաեւ աշխարհի լավագույն երգչախումբը Գրեմի մրցանակ ստացած երգչախումբը Էստոնիայի տղաների երգչախումբը իր հայկական կատարումներով հոգևոր երգչությամբ սա բացառիկ է, որտեղ նրանք մեր բարեկամներն են, նրանք հայկական երգչությունը հնչեցնում են ոչ թե Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում ցույց տալով մեր աշխարհի հանճարը, կոմիտասին եւ նաեւ մեր հնագույն երգչությունը։ Եվ ուրախ եմ, որ իրենք ձայնը լսելի կլինի այս բարձունքներից եւ սա պիտի լինի շարունակական ամեն տարի մենք մեր ուժերը պիտի ուղղենք, մեր կապերը եւ ընդհանրապես ես պիտի ասեմ ճիշտ է շատ ուրախ եմ, որ մենք մեր հույսը մեր վրա է, մենք հայերը մենք հույսը մեր վրա պիտի դնենք, բայց մեզ պետք են հզոր կապեր, հզոր բարեկամներ, որովհետև դա մեծ զենք է, որպեսզի մեր ձայնը լսելի լինի աշխարհում։ Եվ նաև օգտվելով առիթից պիտի մեր զորավիգությունը բերենք Արցախում կռվող մեր զինվորներին, ասելով, որ մենք բոլորը զինվոր ենք։ Եվ այն ժամանակ, երբ մենք հայերս լինում ենք միասին եւ սիրում ենք իրար, այդ հզոր ուժը անպարտելի է։ Եվ մենք անպարտել ենք, պիտի ասեմ, որ թող բոլորը իմանան, որ հայերը բոլոր ժամանակներում անհիշելի ժամանակներից եղել են եւ միշտ պիտի լինեն։ Դա է մեր նշանաբանը, որ հայերը այս աշխարհի աղն են եւ որևէ ուժ, որևէ չար ուժ չի կարող նրա դեմ դուրս գալ եւ մենք միասին ենք եւ մենք սիրում ենք միայն։ Եվ պիտի ասեմ, որ մշակութային դիվանագիտությունը աշխարհում ամենահզոր զենքերից մեկն է եւ մենք գնում ենք այդ ճանապարհով օգտվելով այդ քաղաքակիրթ ձևը ի տարբերություն մեր հարևանների, որոնց ուժը բիրտ մարդկային կյանքեր խլելն է, նրանք արժեքներ չեն ստեղծում, այլ արժեքներ են վերացնում։ Մենք նման չենք այս ժողովուրդների, մեր ուժը, մեր տաղանդի, մեր հանճարի, մեր ինտելեկտի մեջ մենք քաղաքակիրթ ժողովուրդ եղել ենք եւ այդպես էլ պիտի շարունակենք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Ռոստոմյան։ Շահանե, հիշեցնեմ իմ զրուցակիցներ Երևանյան հեռանկարներ միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանը։ Իդեպ ասեմ, որ վաղը ապրիլի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահում այս երգչախումբը ելույթ կունենա հայ հանդիսատեսի համար։ Շահանե։ Շնորհակալություն, հիշեցնեմ Լիլիթ Դանիելյան էր մեզ հետ ուղիղ կապի մեջ Ծիծեռնակաբերդի բարձունքից։ Տեղեկացնեմ, որ Ծիծեռնակաբերդի հուշամալիրում աշխատում են մեր նկարանող մի քանի խմբերը եւ մենք այսօրվա ընթացքում բարբերաբար կապ կհաստատենք մեր գործընկերների հետ։ Շարունակում ենք թողարկումը։ Այսօր Երևանում կայանալու է Ավրորա մրցանակի հանձնման արարողությունը։ Ավրորա մարդասիրական համաշխարհային մրցանակը ամեն տարի շնորհվելու է նրան, ով անձնվիրաբար օգնում է մարդկանց։ Դափնեկիրները ճանաչման են արժանանալու իրենց արարքների բացառիկ ազդեցության եւ նշանակության համար։ Ավրորա մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց, որոնք փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին։ Դափնեկիրը ստանալու է 100,000 ամերիկյան դոլարի պարգև եւ նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն։ Ավրորա մրցանակաբաշխության միջոցառումների շրջանակում Մատենադարանում երեկ կայացել է Ավրորայի երկխոսություններ քննարկումը նվիրված աշխարհում մարդասիրությանն առնչվող ամենահրատապ հիմնախնդիրներին եւ մարտահրավերներին։ Քննարկմանը մասնակցել են աշխարհի առաջատար գիտնականներ, բարերարներ, մեդիա փորձագետներ եւ մարդասիրության ոլորտի մասնագետներ։ Քննարկման ժամանակ հրապարակվել են մարդասիրության ցուցանիշ համաշխարհային առաջին հարցման արդյունքները։ Ինչ է վկայում հարցումը, որքանով է մարդկությունը տեղյակ աշխարհում շարունակվող ցեղասպանությունների մասին։ Արմինե Հոդոմյանի ռեպորտաժը։ Ավրորա նախագծի շրջանակում պատվիրվել է հարցում պարզելու աշխարհում մարդասիրության համաթիվը հումանիզմի ինդեքսը։ Այն տվել է հասարակության պատկերացումներն ու ընկալումները հումանիտար հիմնախնդիրների, առաջնահերթությունների, փախստականների ճգնաժամի նրանց պաշտպանելու պարտավորության վերաբերյալ։ Հենց այդ հարցման արդյունքով էլ սկսվեց Ավրորա Dialogues քննարկումների շարքը, բայց նախ աշխարհի ամենահեղինակավոր կառույցներից Հայաստանում հավաքված մասնագետներին ողջունեց գլխավոր նախագծի 100 կյանքի հեղինակը, որին ի դեպ դեռևս 2 տարի առաջ երազանք էր թվում այս նախաձեռնությունը, բայց այսօր նա արդեն համոզված է, որ միասին կփոխենք աշխարհը։ Հավաքեցինք ցեղասպանության վերապրածների պատմությունները, ներկայացրինք դրանք։ Սրանք պատմություններ են, որտեղ ընտանիքի անդամները պատմում են իրենց փրկության մասին։ Դրանք այսօր շատ ազդեցիկ են հնչում։ Մենք նաև նախաձեռնել ենք թվայնացնել արխիվային փաստաթղթերը։ Ցավոք, Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանությանն առնչվող շատ փաստաթղթեր չեն գտնվել, բայց եղածները պահպանելու ենք սերունդների համար։ Մեր ձգտումն է պահպանել մեր պատմությունը, թույլ չտալ, որ այն մոռացվի։ Միայն քննարկումների
Մասնակիցների ցանկին նայելիս էլ ակնհայտ է, թե ինչ ծավալի կազմակերպչական աշխատանք է տարվել Ավրորայի քննարկումների այս մակարդակն ապահովելու համար։ Փախստականների հակամարտությունների ու մարդասիրության հարցերը Երևանում քննարկում էին ՄԱԿ-ի խորհրդականներ, Նոբելյան մրցանակակիր, միջազգային հակամարտությունների պրոֆեսորներ, միջազգային հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, գիտնականներ։ Իդեպ մարդկության ինդեքսի պատվիրված հետազոտությունը պարզել է, որ օրինակ աշխարհում սիրիացի փախստականներին օգնելու ցանկություն եւ գործելու պատրաստակամության միջև մեծ խզվածք կա։ Հարցվածների մոտ կեսը համարում է, որ միջազգային հանրությունը լքել է փախստականներին։ Հետազոտության ի հայտ բերած մյուս տխուր ցուցանիշն այն է, որ չնայած հասարակությունը կարեկցում է, բայց հնարավորության դեպքում նրանց միայն կեսը կօգներ սիրիացի փախստականներին։ Մենք չենք խոսում միայն Սիրիայի կամ Միացյալ Արևելքի մասին։ Տեղահանման ճգնաժամեր կան նաև մի շարք այլ հատվածներում՝ Սուդանում, Ասիայում, այլուր։ Նշելով, որ տեղահանման խնդիրները մեծ մասամբ քաղաքականությունների ձախողման հետևանք են, Դեյվիդ Թոլբերտն ասաց, որ այսօր ավելի կարևոր է պարզել դրանց արմատները եւ թե ինչպես կարելի է դրանք կանխարգելել հետագայում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ ներկայացուցիչ Հինա Ջիլանին կարծում է, որ շատ տարածաշրջաններ սոցիալական, տնտեսական, քաղաքական եւ իրավունքի առումով խորապես ներազդված են ամբողջ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով։ Երբ ճգնաժամն ի հայտ է գալիս, փախստականները, ապաստան-հայցողները, տեղահանված մարդիկ մեզ համար դառնում են խնդիր։ Բայց նրանք խնդիր չեն, նրանք մարդիկ են, որոնք անցնում են շատ ծանր ժամանակներով եւ տառապում են ոչ թե իրենց, այլև քաղաքականություն կազմողների պատճառով։ Կոչ եմ անում չօգտագործել փախստականների ներկայությունը ձեր երկրում, ձեր հարևան երկրում ու ձեր տարածաշրջանում քաղաքական օրակարգի շրջանակում։ Նրանք իրական մարդիկ են, երեխաներ, կանայք, որոնց մասին պետք է հոգ տանել։ Հոլոքոստի ինստիտուտի ավագ համակարգող Սթիվեն Լաքեթի խոսքով փախստականներ կան ամբողջ աշխարհում եւ մի ամբողջ 100-ամյակ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո էլ այս հարցը չի լուծվել։ Սոցիալիստական Ռուսաստանում կառավարությունները տեղահանում էին հրեաներին, էթնիկ գերմանացիներին ու նրանց համարում էին հավանական դավաճաններ։ Նման իրավիճակ էր նաև 1915-ի հայերի ցեղասպանության եւ զանգվածային տեղահանումների ժամանակ, ոչ միայն հայերի, այլ նաև այլ քրիստոնյա փոքրամասնությունների, նաև հույն բնակչության։ Դա մի հարց է, որը չի լուծվել։ Պրոֆեսոր Լաքի կարծիքով փախստականների պաշտպանության գործը դեռևս սաղմնային վիճակում է, չնայած գոյություն ունի ընդհանուր համաձայնություն, որ պետությունը պետք է պարտավորություն կրի իր տարածքում ապրող բնակչության նկատմամբ, ինչպես նաև միջազգային պարտավորություններ ստանձնի։ Որոշ պետություններ կամ միջազգային կազմակերպություններ չպետք է ասեն, որ պարզապես ուշացել են ինչ-որ քայլեր ձեռնարկել։ Նրանք ընտրություն ունեն, իսկ նրանք, որոնք արել են քայլեր, փրկել են մարդկային կյանքեր, որովհետև նման հուսահատական վիճակներում մարդիկ իրոք սպասում են, որ որևէ մեկը կգա փրկության։ Սոցիալական խնդիրները, բնապահպանական ճգնաժամերը, միջոցների սղությունը մարդկանց տեղահանման պատճառ են դառնում։ Նոբելյան մրցանակի դափնեկիր իրանցի իրավաբան Շիրին Էլբադիի տվյալով միջին հաշվով օրական 6000 հոգի Մերձավոր Արևելքից եւ Աֆրիկայից փախչում է դեպի Եվրոպա։ Եթե որոշումներ չընդունեք այս պահին, ապա այս իրավիճակը կշարունակվի եւ չի ավարտվի։ Մարդասիրական ճգնաժամն էլ ավելի կխորանա, քան նույնիսկ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո էր։ Որպես լուծում ես կառաջարկեի մարդկային արժանապատվության երաշխավորված լինելը։ Սա կարող է տարիներ տևել, սակայն այլ ընտրություն չկա։ Մատենադարանում ողջունելով բազմաթիվ գիտնականների ու աշխարհի հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչներին, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն ասաց, որ փախստականներին Հայաստանի կառավարությունն այս վերջին մի քանի տարում փորձել է օգնել, տրամադրելով փաստաթղթեր եւ սոցիալական աջակցություն։ Մեզ համար Հայաստանում շատ ցավալի թեմա է սա, որովհետև նրանք, ովքեր տեղափոխվեցին Հայաստան Սիրիայից, Իրաքից, այն մարդկանց երեխաներն ու թոռներն են, ովքեր անցել են այդ նույն սիրիական անապատով ցեղասպանության ժամանակ, եւ նրանց արշավները շարունակվում ու կրկնվում են, եւ մենք պետք է հարց տանք, թե այդ ամենը որքան պետք է շարունակվի։ Կանանց դերը միջազգային մարդասիրական կյանքում խորագրով քննարկմանը մասնակցեցին 4 հզոր կանայք, որոնք փրկել են հազարավոր կյանքեր։ Նրանցից երկուսը Մարգարիտ Բարանկիցեն ու Սաիդա Ղուլամ Ֆաթիման Ավրորա մրցանակի հավակնորդներ են։ Ես դարձա ձայնազուրկ մարդկանց ձայնը եւ սկսեցի պայքարել դեռահաս էի 15 տարեկան։ Այն ժամանակ կանայք զրկված էին արտոնություններից, դատապարտված էին կախյալ աշխատանքի, ստրկության ու ճորտության։ Բազմաթիվ մարդկային կյանքեր փրկած կանայք աշխարհի տարբեր համալսարաններից ու միջազգային կառույցներից Հայաստանում հավաքված մասնագետների հետ վերլուծեցին համաշխարհային հումանիտար կիզակետերի աշխարհագրությունը, այդ շրջաններին արդյունավետ օգնություն հասցնելու միջոցները։ Արմինե Ուդումյան, Մայա Խաչատրյան, Վոլոդիա Հովսեփյան, Արմեն Անդրեասյան, Առաջին ալիք։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ուղերձ է եղել Հանրապետության նախագահը։ Այսօր 2016 թվականի ապրիլի 24-ին ես հայտարարում եմ իլուր աշխարհի հայերի բնաջնջում կամ բռնագաղթեցում Արցախում չի լինելու։ Հայերի նոր ցեղասպանություն մենք թույլ չենք տալու։ Մենք ասելով նկատի ունեմ հայ ժողովրդին, նրա բոլոր հատվածներին, նկատի ունեմ հայոց միասնականությունը, իր ուղերձում շեշտել է Սերժ Սարգսյանը։
Սիրելի հայրենակիցներ, այսօր մենք ոգեկոչում ենք հայոց ցեղասպանության սուրբ նահատակների իշատակը։ Մեծ Եղեռնից անցել է արդեն 1 դարից ավելի։ Ինչ է փոխվել։ Առաջինը փոխվել ենք մենք։ Մենք վերածնվել ենք որպես ազգ եւ որպես պետություն։ Մենք ապացուցել ենք մեզ եւ աշխարհին, որ թուրքական ցեղասպանական ծրագրերը տապալվել են։ Արդարության հաղթանակի համար մեր պայքարը շարունակվում է։ Ինչ չի փոխվել։ Չեն փոխվել պաշտոնական Թուրքիայի ժխտողական կեցվածքը եւ թշնամական վերաբերմունքը հայկական ամեն ինչի հանդեպ։ Սա հանցագործության ուղղակի շարունակությունն է արդեն մեր օրերում։ Մասամբ փոխվել է թուրքական հասարակությունը։ Այսօր նա իր պատմության մասին գիտի ավելին, քան գիտեր երեկ, վաղը իմանալու է ավելին, քան գիտի այսօր, եթե իհարկե չխեղդեն ազատ խոսքն ու մամուլը, չգնդակահարեն եւ չձերբակալեն падգամավորների, հասարակական գործիչների ու խմբագիրների։ Ճշմարտությունը, թեև դանդաղ, բայց բացում է մարդկանց աչքերը։ Սիրելի հայրենակիցներ, այս օրերին դեռ չեն անդարտվել հույզերն ու ապրումները, քննարկումներն ու վերլուծությունները կապված ապրիլի 2-ից 5-ը տեղի ունեցած պատերազմական գործողությունների հետ։ Ադրբեջանը կրկին պատերազմ սկսեց Արցախի դեմ, կրկին մեծ կորուստներ կրելով հետ շպրտվեց։ Ադրբեջանի իրական նպատակը կամ ավելի ճիշտ երազանքը Արցախի գրավումն ու հայաթափումն է, ինչի արդյունքում Արցախի բնակչությունը մասամբ պետք է բնաջնջվի, մասամբ բռնագաղթի։ Այսօր 2016 թվականի ապրիլի 24-ին ես հայտարարում եմ իլուր աշխարհի, հայերի բնաջնջում կամ բռնագաղթեցում Արցախում չի լինելու։ Հայերի նոր ցեղասպանություն մենք թույլ չենք տալու։ Մենք ասելով նկատի ունեմ հայ ժողովրդին, նրա բոլոր հատվածներին, նկատի ունեմ հայոց միասնականությունը։ Սիրելի հայրենակիցներ, այսօր գլուխ խոնարհելով մեր անմեղ զոհերի իշատակի առջև մենք արձանագրում ենք մեր ժողովրդի բացառիկ միասնականությունն ու կամքը կառուցելու ազատ, խաղաղ ու ժամանակակից երկիր, համայն հայության հզոր հայրենիք, ուր վերադառնում են հայոց ցեղասպանության զոհերի եւ հրաշքով փրկվածների սերունդները։ Գերմանիայի տարբեր քաղաքներում եւս տեղի կունենան հայոց ցեղասպանության զոհերի իշատակի նվիրված միջոցառումներ։ Շտուտգարտում Բադեն-Վյուրթեմբերգի հայ համայնքը, ինչպես նախորդ տարի, այս տարի եւս ոգեկոչման միջոցառում կանցկացնի։ Այսօր ժամը 18-ին Բադ Կանշտադտ լյութերական եկեղեցում կհնչի Տիգրան Մանսուրյանի ռեքվիեմը։ Գերմանական Լեր քաղաքի միակ հայ ընտանիքը Իդեմս Թովմասյանների այս տարի նույնպես նախաձեռնել է հիշատակման արարողություն եվրոպական այդ երկրի բարձրաստիճան գործիչների մասնակցությամբ։ Հանդիսավոր միջոցառումը տեղի կունենա ժամը 11:30-ին, հիշեցնեմ, որ գերմանական Լեերում 2015-ի հոկտեմբերին Մեծ Եղեռնի 100-ամյակի նվիրված խաչքար տեղադրվեց։ Այգին հիմա հայկական պուրակ է, որտեղ մայիսի վերջին նախատեսվում է տեղադրել Երևան-Լեեր բարեկամությունը խորհրդանշող նստարաններ, ծրագրվում է մեծ շուքով նշել Հայաստանի առաջին հանրապետության տարեդարձը։ Միջոցառմանը ներկա կլինի նաև Բունդեսթագի պատգամավոր Բրունե Շախները։ Իդեպ այս տարվա հունիսի 2-ին հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման վերաբերյալ բանաձևը կրկին կհայտնվի Բունդեսթագի օրակարգում։ Ստամբուլի Գալաթասարայ հրապարակում ոգեկոչել են հայոց ցեղասպանության զոհերին 1995 թվականի մայիսի 27-ից հետո ամեն շաբաթ օր այնտեղ կազմակերպվող շաբաթօրյա մայրեր անունը ստացած նստացույցի ժամանակ ցուցարարները պարզել են 1915 թվականին աքսորված եւ սպանված հայ մտավորականների լուսանկարները։ Նստացույցն ամեն շաբաթ կազմակերպում են ձերբակալված եւ անհետ կորած կամ սպանված քաղաքացիների հարազատները։ Ցույցի ընթացքում ելույթ ունեցած պոլսահայ պատգամավոր Գարո Փալյանն հայտարարել է, թե հայ համայնքը պահանջում է, որ զոհերի հիշատակի համար շիրմաքար դրվի։ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի ոգեկոչման օրվա կապակցությամբ կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն հանդես է եկել հայտարարությամբ։ Վարչապետը հիշեցրել է, որ Կանադայի Սենատն ու համայնքների պալատը բանաձևեր են ընդունել, որոնք 1915 թվականի դեպքերը որակում են որպես ցեղասպանություն։ Այսօր մենք ոգեկոչում ենք 1915-ին Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ողբերգական կորուստների 101-րդ տարելիցը։ Մենք պահպանում ենք այն մարդկանց մասին հիշողությունը, ովքեր զոհվել են եւ նրանց, ովքեր ողջ են մնացել ցեղասպանության ընթացքում եւ մեր խորին հարգանքն ենք հայտնում նրանց ժառանգներին, ներառյալ նրանց, ովքեր այժմ Կանադան համարում են իրենց տունը, ասել է Ջասթին Տրյուդոն։ Ողջունելով հայտարարությունը Կանադայի հայդատի հանձնախմբի գործադիր տնօրեն Ջիրայր Բասմաջյանը նշել է, որ վարչապետ Տրյուդոն հավատարիմ է հայոց եւ այլ ցեղասպանությունների դատապարտման հարցում Կանադայի հանձնառությանը։ Հայոց Եղեռնի 101-րդ տարելիցի կապակցությամբ ավստրալահայերը ապրիլի 24-ին մի շարք միջոցառումներ կանցկացնեն։
Երեկոյան կազմակերպելիք միջոցառման հիմնական զեկուցողը կլինի ավստրալացի հայտնի ռազմական պատմաբան Հայաստան-Ավստրալիա և մեծ պատերազմը գրքի համահեղինակ պրոֆեսոր Փիթեր Սթենլին։ Ըստ Ավստրալիայի հայդատի հանձնախմբի միջոցառմանը ներկա են գտնվելու նաև մի շարք ավստրալացի օրենսդիր և գործադիր մարմնի ներկայացուցիչներ, հայտնի գործիչներ։ Սիդնեյում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի նվիրված միջոցառումները տեղի կունենան հայտնի կոնկուրս սրահում, միջոցառումներ կանցկացվեն նաև Մելբուրնում և Ավստրալիայի այլ քաղաքներում։ Ֆրանսահայությունը հիշատակի և ոգեկոչման արարողությունները ազդարարել է Փարիզից այսօր մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Կոմիտասի հուշարձանի մոտ տեղի հայկական և ֆրանսիական քաղաքական ընտրանու մասնակցությամբ կկայանա գլխավոր իրադարձությունը, իսկ մինչ այդ երեկ Փարիզի քաղաքապետը ընդունելության է հրավիրել հայ համայնքի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ֆրանսիացի պաշտոնյաները անդրադարձել են ոչ միայն Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի այժմ էականությանը, այլ նաև Ղարաբաղի-ադրբեջանական վերջին զարգացումներին։ Մարիամ Տեր-Գուլանյանն է պատմում Ֆրանսիայի մայրաքաղաքից։ Փարիզի քաղաքապետարանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված հայ համայնքի ներկայացուցիչների ընդունելության արարողությունը քաղաքապետ Ան Իդալգոյի հրավերքով։ Բացման խոսքում Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն մասնավորապես նշեց, որ Փարիզը և ֆրանսիական մյուս քաղաքները եղել են ապաստարան ցեղասպանությունից փրկված հազարավոր հայերի համար։ Այսօր Ֆրանսիան պարտական է ֆրանսիահայերին իրենց նվիրվածության և արդյունավետ գործունեության համար։ Իդալգոն նշեց նաև, որ համարձակորեն աջակցում է Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության շղթումը քրեականացնող օրինագծի ընդունմանը, քանի որ այդ օրինագիծը համարում է Հայոց ցեղասպանության ընդունման տրամաբանական շարունակությունը։ Փարիզի քաղաքապետն անդրադարձավ նաև Լեռնային Ղարաբաղում տիրող պատերազմական իրավիճակին։ Vous savez que la France joue un rôle très important dans le groupe. Ֆրանսիան որպես Մինսկի խմբի համանախագահ կարևոր դեր կարող է ունենալ Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման գործընթացում։ Ֆրանսիայի նախագահն առաջիններից էր, որը դատապարտեց Ղարաբաղում տեղի ունեցող պատերազմական գործողությունները։ Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջև զինադադարի համաձայնագիրը անհրաժեշտ է հաստատել միայն բանակցությունների միջոցով։ Ֆրանսիան որպես հայ Տեսանյութն ընդհատեցինք, այս պահին մենք դարձյալ միանում ենք Ծիծեռնակաբերդ, որտեղ այս րոպեներին սպասվում է նախագահ Սերժ Սարգսյանի այցը երկրի բարձրագույն ղեկավարության հետ։ Հայ և ֆրանսիացի
Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Հայր մեր, որ երգինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, եկեցե արքայություն քո, եղիցին կամ քո, որպես երգինս եւ երգրի, ըսած մեր հանապազոր, տուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոց պարտաբանած, եւ մի տանիրս մեզի փորձություն, այլ փրկյաց մեզի չարե, զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս, ամեն։ Եվ ևս խաղությանս Տեր առաջեսող ընկալկեցո եւ օրնյա, Օրհնություն եւ փառք, հոր եւ որդվո եւ օգնույն սրբո, այժմ եւ միշտ եւ հավիտյանս, հավիտենից, ամեն։
խաղաղություն ամենեցուն։
Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա։ Պսակիչ Սրբոց Քրիստոս, որ պսակես Սուրբս քո եւ առնես կամս երգյուղացած քոց եւ նայես սիրով եւ քաղցրությամբ փարարածս քո։ Լուր մեզ հերկնից ի սրբութենեքում մե բարեխոսությամբ Սուրբ Աստվածածնին եւ աղաչանոք ամենայն սրբոց քոց եւ սրբոց նահատակացն, որ կատարեցան ընթացս հայոց ցեղասպանության վասն հավատո եւ վասն հայրենյաց։ Լուր մեզ Տեր եւ ողորմյա, ներյա, քավյա եւ թողս մեղս մեր, արժանավորյա գոհությամբ փառավորել, ըստ քեզ ընթոր եւ ընծուր փոքվույթ այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն։ Զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն։ Շարունակում ենք թողարկումը այժմ Փարիզի քաղաքապետարանում տեղի ունեցած միջոցառման մասին, որն ընդհատեցինք Ծիծեռնակաբերդի բարձունք միանալու համար։ Մարիամ Տերգուլանյանն է պատմում Ֆրանսիայի մայրաքաղաքից։ Փարիզի քաղաքապետարանում տեղի ունեցավ հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված հայ համայնքի ներկայացուցիչների ընդունելության արարողությունը քաղաքապետ Ան Իդալգոյի հրավերքով։ Բացման խոսքում Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն մասնավորապես նշեց, որ Փարիզը եւ ֆրանսիական մյուս քաղաքները եղել են ապաստարան ցեղասպանությունից փրկված հազարավոր հայերի համար։ Այսօր Ֆրանսիան պարտական է ֆրանսիահայերին իրենց նվիրվածության եւ արդյունավետ գործունեության համար։ Իդալգոն նշեց նաև, որ համարձակորեն աջակցում է Ֆրանսիայում հայոց ցեղասպանության շղթումը քրեականացնող օրինագծի ընդունմանը, քանի որ այդ օրինագիծը համարում է հայոց ցեղասպանության ընդունման տրամաբանական շարունակությունը։ Փարիզի քաղաքապետն անդրադարձավ նաև Լեռնային Ղարաբաղում տիրող պատերազմական իրավիճակին։ Vous savez que la France joue un rôle très important dans le groupe. Ֆրանսիան որպես Մինսկի խմբի համանախագահ կարևոր դեր կարող է ունենալ Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման գործընթացում։ Ֆրանսիայի նախագահն առաջիններից էր, որը դատապարտեց Ղարաբաղում տեղի ունեցող պատերազմական գործողությունները։ Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջև զինադադարի համաձայնագիրը անհրաժեշտ է հաստատել միայն բանակցությունների միջոցով։ Ֆրանսիան որպես հայ ժողովրդի բարեկամ երկիր այդ հարցում կաջակցի Ղարաբաղին։
Միջոցառմանը ներկային Փարիզի փոխքաղաքապետ Պատրիկ Կլուգմանը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանը, Ֆրանսիահայ ընկերակցությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թուրանյանը եւ Մուրադ Փափազյանը, ինչպես նաեւ ֆրանսիահայ եւ ֆրանսիացի քաղաքական, հասարակական եւ մշակութային գործիչներ։ Ֆրանսիան առաջին երկրներից մեկն է, որ ճանաչեց հայոց ցեղասպանությունը։ Կարծում եմ, Ֆրանսիան միշտ կսատարի Հայաստանին։ Այսօր Թուրքիայի դաշնակից երկրները դեռևս չեն ընդունել հայոց ցեղասպանությունը, սակայն ես համոզված եմ, որ կգա մի օր, երբ Թուրքիան պարտավորված կլինի ճանաչել իր գործած ցեղասպանությունը։ Ֆրանսիան միշտ նվիրված է եղել Հայաստանին եւ այժմ էլ մենք ակնկալում ենք բարեկամ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին։ Ապրիլի 24-ին Փարիզի կենտրոնում գտնվող Կոմիտասի հուշարձանի մոտ Ֆրանսիայի նախագահի բարձր հովանավորությամբ տեղի ունենալու հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն, որը կազմակերպել է Ֆրանսիահայ ընկերակցությունները համակարգող խորհուրդը։ Նույն օրը հիշատակի արարողություններ եւ հանրահավաքներ են տեղի ունենալու նաեւ ֆրանսիական 20-ից ավելի քաղաքներում։ Մարիամ Տերգուլանյան, Խաչատուր Մարտիրոսյան, Առաջին ալիք, Փարիզ։ Երեկ երեկոյան Երևանի ազատության հրապարակից մեկնարկել է ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ, այն սեփական դատի հանդեպ պահանջատեր լինելու, հայ ժողովրդի ձայնը լսելի դարձնելու եւ հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանն է նվիրված։ Երթի մասնակիցները ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի համար վառվող ջահերով իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ժխտողականության դեմ եւ փաստում, որ պայքարը շարունակվելու է մինչեւ ճանաչում ու հատուցում։ Այս տարի ավանդական արարողությանը թուրքական դրոշի ճակատագրին արժանացավ նաև ադրբեջանականը։ Հայ երիտասարդությունն այսպես է արձագանքում Օսմանյան Թուրքիայի իրականացրած հայոց ցեղասպանությանն ու հանրապետական Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը, ինչպես նաև նրա եղբայրակից Ադրբեջանի վայրագություններին։ Ազատության հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր երիտասարդների հիմնական պահանջն է ճանաչում եւ հատուցում։ Տարեց տարի յուրաքանչյուրի մոտ առաջանում է պահանջատիրության ել ավելի բարձր գիտակցում եւ մակարդակ։ Առաջին օգտակարությունը այս ամենի ուղղված է դեպի մեզ։ Չայրով երթը շատ կարևոր բան է, որ մարդիկ չմոռանան, որ մենք պահանջելու բաներ ունենք Թուրքիայից, իրանք էլ մեզ դալիք բաներ ունեն։ Էսի շատ լավ բան է, օրինակ մենք ամեն տարի բոլոր Սպիրկից բոլոր հայերը հավաքում են այստեղ այդ մի նպատակի համար։ Արդյունավետ է արդյոք ճանաչման պայքարի համար ընտրած ձևը։ Հայ երիտասարդներն ասում են, թե ամեն անգամ Երևանի փողոցներով անցնելիս աշխարհին ցույց են տալիս, որ 101 տարի անց էլ հայը հիշում է եւ խոսքերը թե ժամանակը բուժում է ամեն ինչ, նույնիսկ կորստի ցավը հայ նահատակների եւ հայ ժողովրդի մասին չեն։ Ճանաչում եւ հատուցում։ Իմ գործիքով ոչ միայն Թուրքիային, այլ ամբողջ աշխարհին է ուղղված այդ ճանաչումը, որպեսզի վերջո ճանաչեն հայոց ցեղասպանությունը։ Նրանք բոլորն էլ ասում են, որ այն ինչ նախաձեռնել էր մեկ կուսակցություն 1.5 տասնամյակ տարուց առաջ, արդեն վերկուսակցական է, համազգային։ 1999 թվականին հայեղափոխական դաշնակցության կողմից նախաձեռնված պահանջատիրական ջահերով երթը ստանում է արդեն համահայկական բնույթ, քանի որ այստեղ բացի երիտասարդ դաշնակցականներից մասնակցում է նաև ամբողջ հայ երիտասարդությունը։ Նրանց պահանջը թուրք մարդասպանից միակն է՝ ճանաչել եւ փոխհատուցել։ Ազատության հրապարակից հոծ բազմությունը հիմնականում բաղկացած երիտասարդներից դրոշների կրակից վառված ջահերով, հայրենասիրական երգերով, ոտքով Բաղրամյան, Օրբելի, Կիևյան փողոցներով շարժվեց դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք։ Հայոց մեծ եղեռնի հուշահամալիր, որը խորհրդանշում է 20-րդ դարի առաջին զարհուրելի ցեղասպանության զոհերի 1.5 միլիոն հայերի հիշատակը։ Սա այն նկարն է, որ ամենահայոց հայրապետի Գարեգի II վեհապար հայրապետի ձեռքով օծվեց, սրբադասման սրբապատկերն է սա, որտեղ ներառված է այդ սրբապատկերի մեջ մեր ժողովրդի ցեղասպանության զոհ դարձած բոլոր նահատակները եւ բոլոր խավերը, բոլոր շերտերը։ Վառվող ջահերով եւ հայերի ցեղասպանությունը ճանաչած բոլոր երկրների դրոշները պարզած երթի բոլոր մասնակիցները 3 ժամ շարունակ անցնում էին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող կրակի մոտով, ինչին հաջորդեց հսկման գիշերը։ Հայկ Հովհաննիսյան, Արտակ Գևորգյան, Էդգար Դավթյան, Առաջին ալիք։ Վերջում տեղեկացնեմ, որ մենք այսօր աշխատում ենք արտակարգ ռեժիմով, օրվա ընթացքում բարբերաբար ուղիղ միացումներ կունենանք Ծիծեռնակաբերդի բարձունքից, տեսանյութեր կունենանք արտերկրից, Արցախից ու Հայաստանի մարզերից։ Մեր հաջորդ թողարկումը ժամը 13-ին է, կհանդիպենք այդ ժամին։